Ադրբեջանի տարածքով Հայաստան եկող ղազախական ցորենի թեմայով մի մութ հարց է տանջում ՔՊԱ-ական պատգամավորին։ Գիշերը կարդացել է ընդդիմության արձագանքներն ու զարմացել։ Տեղի ունեցածը Հայաստանի համար դրական զարգացում է, թե ոչ։ Ինչու է առաջինն Ալիևն անոնսում Հայաստան ներկրվող ցորենի մասին։ Ընդդիմությունը հարցով է պատասխանում իշխանական պատգամավորին։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ով է։ Իլհամ Ալիևը, թե Գևորգ Պապոյան։ Իլհամ Ալիևը Ղազախստանում Տոկաևի հետ հանդիպումից հետո ղազախների իսիրույն, ասում է գիտեք ղազախական ցորենը Ադրբեջանի վրայով առաջին անգամ գալու է Հայաստան, որից հետո Պապոյան Գևորգը կրկնում է Իլհամ Ալիևին։ Ինչքան ցորեն է Հայաստան մտնելու Ադրբեջանով, ինչ գնով է Հայաստանի իշխանությունը ղազախների հետ պայմանավորվել ներմուծել հացահատիկ։ Հայաստան խմբակցության պատգամավորները հետաքրքրվում են ցորենի գործարքը հեղափոխական ներկայացնող ՔՊԱ-ականներից։ Այդ ամբողջ հազարավոր տոննաների մեջ կարող է անկարծես մի բուր մեկը լցնի գրպանը գա ասի դե տես։ Ներկրվող ցորենի քանակի մասին ոչ մի խոսք չեն ասում ՔՊԱ-ականները, գնից դժգոհ չեն։ Ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից։ Բայց ավելի էժան, քան Ռուսաստանից։ Մեզ անհրաժեշտ ցորենի 90%-ը հիմա Ռուսաստանն է մատակարարում։ Հայաստանը որպես ԵԱՏՄ անդամ պետություն մասնագետների տվյալներով բավականին զեղչված գնով է Ռուսաստանից ցորեն ներկրում։ Ընդդիմությունը կասկած չունի, թեկուզ մի քանի անգամ ավելի թանկ Հայաստանի իշխանությունը պատրաստ է Ղազախստանից ցորեն բերել։ Միայն թե հրաժարվի ռուսական հացահատիկից։ Մասնագետները հաշվել են, որ Ղազախստանից Ադրբեջան, Ադրբեջանից Վրաստանով Հայաստան ցորենի ճանապարհը 2-3 անգամ ավելի երկար է լինելու, քան Լարսով ռուսական ապրանքների ներկրումը մեր երկիր։ Վերջապես մենք ունենում ենք աղբյուրների դիվերսիֆիկացիա։ Եվ ես կարծում եմ երեկվա հայտարարվածը եւ տեղի ունենալիքը իրապես հեղափոխական բան է։ Այդ դիվերսիֆիկացիա, որ ասում եք, դիվերսիֆիկացիայով ցորեն կարանք բերենք Ուկրաինայից, Ռուսաստանից, այստեղից, բայց էլի գալու էր մտներ Վրաստան, Վրաստանով մտներ Հայաստան։ Ակնհայտ է Հայաստան խմբակցության պատգամավորների համար, որ Ադրբեջանի նախագահը մտադրություն չունի սահմանները ապաշրջափակել։ Հակառակ դեպքում ղազախական ցորենը Ադրբեջանից օրինակ երկաթգծով միանգամից Տավուշ կհասներ։ Պետք է բոլոր ապրանքները եւ արտահանման շուկաները դիվերսիֆիկացնեն, բայց սա ներկայացնել որպես ապաշրջափակում դա անամոթ կեղծիք է։ Ադրբեջանը որևէ քայլ չի արել իր տարածքով դեպի Հայաստան մտնող գոնե մի կացան ապաշրջափակելու ուղղությամբ։ Աբսուրդ է ընդդիմադիր պատգամավորների համար, որ Արցախում ցորենի հեկտարներով դաշտերը թշնամուն հանձնած Հայաստանի իշխանությունը հիմա անգամ չի փորձում աջակցել Հայաստանի գյուղատնտեսությանը։ Ինքնուրույն բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը մեր երկրում։ Գաներ Մովսիսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։